Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 24 Հիսուսի հարությունը Առջապատվա առաջին օրը վաղ առավոտյան նրանք եկան գերեզման բերելով այն խնկերը, որ պատրաստել էին, և նրանց հետ ուրիշներ էլ կային, և նրանք քարը գերեզմանից հեռու գլորված տեսան, և ներս մտան ուտել Հիսուսի մարմինը չգտան, և եղավ, երբ նրանք խիստ տագնապած ու անհանգստացած նայում էին, ահա նրանց մոտ կանգնեցին փայլուն հագուստով երկու մարդիկ։ Երբ նրանք ահով լցված իրենց երեսները խոնարհեցրին դեպի գետինը, այդ մարդիկ ասացին նրանց. «Ինչու եք կենդանի մեռելների մեջ փնտրում. նա այստեղ չէ, այլ հարություն է առել, հիշեցեք, նա ինչ ասաց ձեզ, երբ ձեզ հետ դեռ Գալիլեայում էր, ասելով, թե պետք է մարդու որդին մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»։ Նրանք հիշեցին նրա խոսքերը և գերեզմանից վերադառնալով այս բոլորը պատմեցին 11-ին և մյուսներին։ Նրանք էին Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբոսի մայր Մայրաման և նրանց հետ ուրիշներ, որոնք այս ամենը պատմեցին առաքյալներին, բայց նրանց խոսքերը համարվեցին դատարկ խոսքեր ու նրանց չհավատացին։ Իսկ Պետրոսը ելավ ու վազեց դեպի գերեզմանը, կռանալով ներս նայեց և միայն կտավները տեսավ առանձին դրված ու պատահածի մասին մտորելով գնաց։